Աշխարհի հայերի միություն կազմակերպությունը տարիներ շարունակ իր գործունեությունը ծավալել է Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի մայիսից սկսած այն նոր թափով է սկսել գործել նաև հայրենիքում։ Նախագծեր, համերգային ծրագրեր եւ մրցույթ փառատոններ։ Կազմակերպության առաքելության նպատակների արդեն իսկ արված գործերի եւ ծրագրերի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Աշխարհի հայերի միության նախագահ Նաիրա Ասրյան, բարի լույս, Պարարվեստի գործիչների միության անդամ, Hermdan ստուդիոյի հիմնադիր տնօրեն Հերմինե Բարիկյան, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը սկսել եք մեզ հետ։ Եկեք խոսենք կազմակերպությունից, որը տարիներ ի վեր գործում է, ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը։ Ակունքներից պատմելով Ինչ որոշեցիք բացել այսպիսի անպագորգոր անունով իրականում աշխարհի հայերի միություն։ Ինքս նաև Անիմուս կինոյի եւ թատրոնի ստուդիայի հիմնադիրն եմ, 2008 թվականից աշխատել եմ Երևանում, Կիևյան Շանթիվի հեռուստատեսության շենքում, մինչև 2016 թվականը, այսինքն կինոյի եւ թատրոնի ստուդիա, որտեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, հյուրախաղերով հանդես են եկել մի շարք պետություններում, նաև Հայաստանից դուրս, երաժշտական բեմականացմամբ Սայեդնովայի 300-ամյակին նվիրված ներկայացել ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թավրիզ քաղաքում, հայ համայնքում, մեծ համայնքում, որպես պրեմիերա, այո, մարդն իր խոսքով կճանաչվի, Սայեդնովայի մեծանասուխ Սայեդնովայի կյանքից այսպես հատված իրականացել են գեղեցիկ երաժշտական բեմականացում եւ բավականին հաջողությամբ հետ են եկել, ու այսպես տարիներ շարունակ դասում մեծ բեմեր նվաճելով առաջ են գնացել։ 2014 թվականից տեղափոխվել եմ նաեւ մեր նախկին Արցախ Ստեփանակերտ քաղաքում քաղաքային մշակույթի տանը նույնպես բացել եմ Անիմուս ստուդիոն։ 2016 թվականից տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվայում աշխատել եմ եւ այդտեղ որոշել եմ, որ պետք է բացվի աշխարհի հայերի միություն։ Իրականում աշխարհի հայերի միությունը միջազգային կառույց է, որը բացվել է Գերմանիայում։ Եվ այդպես տարիներ շարունակ հյուրախաղերով հանդես են եկել մի շարք պետություններում։ 2025 թվականից արդեն նշեցիք, որ մայիսի 17-ից գործում ենք Հայաստանում։ Մայիսի 17-ից մինչև դեկտեմբերի 6-ը իրականացել ենք թվով 8 նախագիծ, մրցույթ փառատոն եւ համերգային ծրագրեր քաղաք Երևանում, Վերին Արտաշատում եւ քաղաք Իջևանում։ Այժմ պատրաստվում ենք մարզերով եւս իրականացնել համերգային գեղեցիկ ծրագրեր Գորիս, Ղափան, Եղեգնաձոր, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի եւ Նոյեմբերյան։ Գրեթե բոլոր մարզերը ներառում եք։ Այո։ Հնարավորություն ենք տալիս, նպատակն է հնարավորություն տալու եւ սկսնակ երգիչներին, երգչուհիներին, պարային խմբերին ներկայանալու, առաջ գնալու եւ ինչու՞ չէ, աշխարհի հայերի միություն միավորելու արվեստի եւ մշակույթի ոլորտում աշխարհի հայերին, այսինքն նպատակ ունենք շարունակական աշխատելու դասի հետ, մեկնելու հյուրախաղերի եւ դասից հրավիրելու նախագծերին մասնակցելու նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնի ավելի կրտսեր սերունդն ես ներկայացնում այս նախագծի թերևս քո առաքելությունը կամ այն միջավայրը, որտեղ դու ես աշխատում, այն մասնակիցները, քո սերնդակիցներն են, թե ինչպես ես ընդգրկում մարդկանց։ Ես աշխատում եմ 3 տարեկանից սկսած մինչև ավել երեխաների ու մեծահասակների հետ։ Ստուդիայից բացումը եղել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ստուդիայի գերագույն նպատակն է, որ հաջորդ սերնդին փոխանցեմ մեր հայկական պարարվեստը, սովորեցնեմ հայկական պարի գաղտնիքները, գեղեցկությունը ու սովորեցնեմ ամենակարևորը, որ սիրեն արվեստը, սիրեն իրենց հայկականը, պահեն ու պահպանեն։ Ինչ հրաշալի։ Եկեք խոսենք մայիսից, այսպես 2025 թվականի, ինչ նախագծեր են արվել, ինչ միջոցառումներ են արել, պատմեք ինչ բուռն է անցել նախորդ տարին։ Առաջին նախագիծը իրականացել եմ մայիսի 17-ին, սկսել եմ Վերին Արտաշատով, իրականացել ենք 3 փուլով, երկի պարի մրցույթ փառատոն, ունեցել ենք նաև գեղեցիկ դհոլահարների համույթ, արժանացել են առաջի, երկրորդ, երրորդ հորիզոնականների, նոմինացիաների։ Այնց հետո սկսել են քաղաք Երևանում, տարբեր բեմերում եւ քաղաք Իջևանում ցանկացա իրականացնել նորից երկի պարի փառատոն, այսինքն խմբեր գնացի նաեւ Երևանից եւ մարզերից միացան, իրականացրեցին հրաշալի ծրագիր,
Ես ուզում եմ, որ ակտիվությունը պահպանվի նաև մարզերում, միանշանակ շարունակական ելույթ ունենանք մարզերում, ներգրավենք նաև մարզերի խմբերին, որպեսզի իրենք եւս հաճախ քաղաքում հնարավորություն ունենան ելույթ ունենալու։ Դուք նշեցիք, որ Գերմանիայում այսպես ստեղծվել հիմա մասնաճյուղ ունեք, թե այստեղ է տեղափոխվել։ Կխնդրեմ մի քիչ միջազգային այդ համագործակցություն կամ հայկական գաղթօջախներ կլինեն, փոքր ու մեծ հայկական համայնքներ։ Ներկա պահից բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվում։ Իմ նպատակն է ինչպես Հայաստանից դուրս արդեն ճանաչված ենք, այսպես ասեմ, սիրված ենք։ Իմ նպատակն է նաև Հայաստանում ձեռք բերել այդ ամենը եւ նախնական, որպեսզի մենք կարողանանք, պետք է աշխատենք նաև բարեգործական, պետք է դեռ նախ ճանաչվենք, որ արդեն հստակ քայլերի գնանք նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ես ինքս նաև միջազգային մշակութային միության կառույցի հիմնադիրն եմ, որոշել եմ համախմբել բոլոր կազմակերպությունը միասին եւ Աստված առաջ ուզում եմ իրականացնեմ մեծ ծրագրեր, նպատակս լրիվ այլ է Հայաստանի Հանրապետության հետ կապված ու վստահ եմ, որ այն ինձ մոտ ստացվելու է։ Փակագծեր չեք բացում այս պահին։ Իսկ ինչ մոտ նախագծեր կան այս տարի ամառը մենք եթերի սկզբում խոսում էինք, որ ամառը նոր է մեկնարկել, միևնույն աշխատանքները բուռն են եւ իսկական ժամանակն է որոշակի այսպես ակտիվ միջոցառումների։ Ինչ նախագծեր կան մոտակա ժամանակահատվածում։ Մոտակա ժամանակահատվածում ունենք համերգային ծրագիր Եղեգնաձորում, Ղափանում եւ Գորիսում։ Այնուհետեւ կգանք այս մյուս թեփ եւ կսկսենք իրականացնել այդ ծրագրերը նաեւ մյուս մարզերում։ Ունենք նաեւ առաջարկ Հայաստանից դուրս, ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ունենք Վրաստանից։ Կարծում եմ, որ ամառը շատ բուրն է լինելու այս առումով եւ պետք է հասցնենք, քրտնաջան աշխատենք եւ պատրաստվում եմ նաեւ համահայկական մեծ մրցանակաբաշխության օրը շատ հստակ այս պահին չեմ ասի, մի պատճառը, որովհետև դասիցիներ ունենք, իրենցից են նաև կախված եւ ժյուրի անձնակազմ եւ մշտական աշխարհի հայերի միության աշխատակազմ անձնակազմ, որոնք պետք է պարտադիր ներկա լինեն։ Իրենց հետ քննարկելուց հետո վերջնական կգանք համաձայնության, կհայտարարենք օրը եւ կանցնենք մրցանակաբաշխության։ Այն լինելու է այլ ֆորմատի, շատ գեղեցիկ ենք պատրաստվում, վստահ եմ, որ լինելու է տարբերվող, նախադեպը չունեցող, հնարավորինս անելու ենք ամեն բան, որ տարբերվի եւ սիրով կհրավիրեմ նաեւ ձեզ ու դեռ երեք եմ որոշել Հերմինեի հետ խոսելուց, որ դուք այդ օրը ունեք նաեւ աշխարհի հայերի միության կողմից գեղեցիկ մրցանակ։ Շնորհակալ ենք նախապես։ Հերմինե, խոսեցիք պարի ուսուցումից, բացի պար երգ, այլ ինչ չէ ներկայացվում, ավելի կապելու մեր ավանդույթներին, մեր արմատներին։ Բացի պարից ու երգելուց ես նաև ունեմ իմ բենդը, այսպես ասած, որտեղ ներառվում են երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, հաղորդավար, DJ։ Թիմը ստեղծվել է անցած տարի, դեկտեմբեր ամսին, հավաքել եմ իմ շուրջ այնպիսի մարդկանց, ովքեր որ իրենց գործում փայլում են ու այսպես ասած միշտ ամեն հարցով իմ կողքն են, ինձ աջակցում են, մեր գերագույն նպատակն է լինել Հայաստանի Հանրապետությունում ամենալավը, ճանաչվածը եւ սիրվածը։ Ինչ հրաշալի։ Ինձ հետաքրքիր է երիտասարդների ներգրավվածությունը ինչպիսին է եւ ինչ տարիքային շեմ, ավելի շատ երիտասարդներ են, թե միջին տարիքի, թե ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Կարող եք պատասխանել։ Դուք իստված հասցրում եք Հերմինե։ Ավելի ավագ սերունդն է, ավելի պատկերացնում։ Իրականում տարիքային տարբերություն չկա, այսինքն սկսնակների ոլորտում կան նաև ավագ սերունդ, կամիջին եւ կրտսեր։ Մենք ծրագիր իրականացնելուց բաժանում ենք փուլերի, այսինքն ունենում ենք 3 փուլով ծրագիրը, եթե դա մասսույթային է իհարկե։ Մասնակցում են առաջի փուլում փոքրերը, հետո միջին սերունդի ներկայացուցիչները, այնուհետև մեծահասակները։
Բավականին պարային խմբեր, վոկալի մասնագետներ արդեն համագործակցում են, ճիշտ է ժամանակը քիչ է 1 տարի ընդամենը, բայց սիրով համագործակցում են, գրեթե միշտ ամեն ծրագրի շրջանակում մեր կողքին են։ Եթե կարելի է ողջունել իրենց ձեր տաղավարից, ուրեմն ողջունում եմ բոլոր պարային խմբերին, վստահ եմ, որ շարունակական է լինելու համագործակցությունը, Նորանի պարային համույթն է, գեղարվեստական ղեկավար Սոֆա Եսայանը, Նարպարային համույթը, Արփի Թովմասյան, Մագադենսը, Անուշ Գիժլարյան, իրականում շատ են պարային խմբերը, այո, որակով խմբեր են, ունեն գեղեցիկ պարեր, Աշխարհի հայերի միությունում այստեղ էլ որոշ չափով ստեղծել ենք արդեն մեր կազմը, անձնակազմը Հերմինեի հետ նույնպես համագործակցում ենք, ինքը դարձել է մեր ընտանիքի մասնիկը, ունենք նաև այլ աշխատակիցներ, շնորհակալություն նաև Ռուբինային Շահմուրադյան, ունենք լավ մարդիկ մեր կողքից աջակիցներ Ռուդիկը Սարգսյան, իրականում շատ են լավ մարդիկ Գանեն Փահլևանյան, Լիլիանան, շատ լավ, այո, այստեղ արդեն շատ են, այս պահին ուղղակի չեմ ուզում այսպես բոլորին։ Միշտ այսպես է լինում, եթերը հենց ավարտում ենք, ասում են Համլետի անունը չտվեցի, ենթադրենք։ Մենք էլ ասում ենք հաջորդ եթերի կդակ մնացածի ցանկով։ Այո, միանշանակ։ Իրականում ավելի ակտիվ որ համայնքներում են այդ խմբերը։ Ինձ մոտ գալիս են մարզերից շատ գալիս են, շատ ակտիվ մասնակցում են։ Ջրի ճանապարհ եք սարքել։ Հա, իրենք շատ ակտիվ մասնակցում են, գրեթե ամեն ծրագրի շրջանակներում իրենք պարտադիր ներկա են լինում։ Վերջերս ունեցանք մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրվան նվիրված գեղեցիկ համերգային ծրագիր։ Այդտեղ էլ երգեցին բավականին ավագ սերունդի ներկայացուցիչներ, մարզերից եկան խմբեր, հենց այդ օրը մեզ նաև հյուր եկավ կրկին Վարդենիսից խումբը, Նարպարային համույթը, Մագադենսը ելույթ ունեցավ, Նորանի ելույթ ունեցավ, Դհոլահարների համույթը, Արարատ մշակույթի կենտրոնի Աշոտ Դարփինյանի տնօրենը ունեցանք բավականին շատ են իրականում, շատ են խմբերը, գրեթե 100-ից ավել են, այո։ Ու ես շատ զարմացած եմ, որ Հայաստանում մենք շատ հագեցած ենք այդ առումով, ունենք բազմաթիվ խմբեր, շատ ունենք խմբեր, ունենք բավականին որակով խմբեր, ազգագրական պարեր, ժողովրդական պարեր, հայկական գեղեցիկ, ու ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը այսպես աճում է այդ ասպարեզում։ Իրականում դարձել եք կամուրջ եւ սերունդների եւ մայրցամաքների միջև նորանոր այսպես ձեռքբերումներ ենք ցանկանում ձեր թիմում ընդգրկելու լավագույններին։ Շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին օրը մեզ հետ սկսելու համար։ Ես վստահ եմ, որ օրը նաև շարունակելու եք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ձեզ լավ աշխատանքային օր։